Մեղավորներ եկ չփնտրենք ինչ էր հարկավոր էր հասկանանք մենք որներ կարևոր էր իրար սիրենք ով է մեղավոր որ ասխան հեռու է արի մենք ամեն ինչ թողնենք ոնց որ կա չնայենք ով էր ճիշտ կամ ով էր սխալու հիշենք ոչինչ չի լինում կյանքում պատահական Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Կատաղել ա տղեն, իր արածները չի տեսնում, իմը տեսնում ա, իրանը հետ, իմը մեջ Էլի դեղերը չես խմե, Այդ Հակոբը գնացել ա սալոնը ամբողջովին քանդուքարա փարել, աշխատասենյակը Սյուզին քեզ, այն լատինոս կորասոնին, այն Համզա ջիմանում զագար ստացած իր սևականի տեղ դրած ֆիֆչկա հրաչին, մի խոսքով բոլորին հանել ա գործից բայց ինչի համար Որովհետև ֆիզիցիլի նեղվել ա տղեն, որ մենք բաժանվում ենք Դրի բաբուշա Փոխանակ ուրախանա, մաղարի չանի, որ քոպես վլկից պրծելա, մի հատ էլ նեղվել ա, պետք է ես նեղվեմ, ինձ են գործից հանել։ Սոս տղա, մի հատ էլ ես խոսացել, քեզ գցելու եմ այս ավտոյի տակ։ Այս ավտոյի տակ։ Չի կարասես։ Բան է, Մի քիչ առաջ ինչ էիր ասում նորից կրկնի։ պարոն Հակոբ, ես երթամ էլի։ Խոսա, Սյուզի։ Դու ինչ ասեմ, սաղդ կսեք Սյուզի խոսա։ Իդե հաջախորդներն է կսեն, գիտես, ամբողջ օրը կսեն Սյուզի խոսա։ Հետևել խոսիմ գը, կսեն իս իշքան զերծես կը, մենք 1000 գործ ունենք, թող երթանք Սյուզի։ Սառայից խոսա։ Հա, Սառայից։ Սառան ամուսնանում է։ Ոնց Սառան ամուսնանում է։ Այդ ման։ Ուֆտը ինչ կեղնի, իրեն հարցրեք էլի։ Ցովը տոմի, մերնիմ ես քեզի։ Աման։ Զանգիշու։ Հա, հետև զանգեմ գը։ Ինչ հետև, հայ մի զանգեմ։ Ասա Սյուզի, մենակ չասես գործես գրանցես խառը վախտը, քեզանից հավատալու է։ Սոս, իրի կախարդը հերդ է։ Չես պատկերացնի, իսի Հակոբը իմացել է ինչ կեն է, ջարդու փշուր կեն է, մդել է իրա սեյնագը ու դուրս չի գա։ Սյուզին չես մնում մտա, եթե վախենում ես, թող գնա։ Այդ ղա ինչ թողնի մեր թան։ Ատենց ոտերով։ Դեմից դիր աչը, հետո ձախը, հետո աչը, նորից ձախը, ինչև սալոնից դուրս գաս։ Այ չիրքին իմացել է, որ դու ու Սառան դիպսակվիք, կադղել է։ Անենց ես ասում իմացել, հա, յանım դու չես ասել։ Հա դե ցավը տոնիմ, ես եմ ասել, բայց միամիտ հայ մի ինչ ենեմ։ Դու բացատրելու բան չունես, այդպես գնա բաբշե։ Ճիշտ կսես, դու կպսակվիք, ես եմ խառնվել իրար։ Հայ մի կերթամ ու ինչ որ պետք է կսեմ։ Այ տղա Հակոբ։ Սյուզի խնդրում եմ ներվերից հետ գնալ։ Ահա, ուր երթամ, մի ադմ ըդիգելը սա։ Են աշխար։ Ինչի են աշխար։ Գժվել ես։ Որովհետև քուգ ներվային համակարգդ ահա որ վիճակում է մեռնիտի։ Ոչ թե մեռնում է, այս սատկում է, բայց դա ուրիշ հարց է։ Համաձայն եմ։ Սյուզի ջան, հասկացա որ վախենալու է։ Ուղղակի վեր կաց ու գնա, բան մի ասա, լավ։ Լավ, ցովը տոնիմ, կերթամ։ Քեզ լավ նայ, հետո խոսանք։ Պակա։ Սարա, սպասի Սարա։
Հարկով դիմացել է, որ մենք ամուսնանում ենք։ Ոստի։ Երեք կրմել եք։ Չէ, չենք էլ խոսացել։ Մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Երեք բռնացրել եմ ուրիշի հետ անկողնի մեջ։ Վայ քո արա։ Քեզանից բեթարին է ճարե։ Սուս դու կարաս լրջանաս։ Չնայած ում իսեմ ինչ պահանջում։ Լավ, կներես։ Բա հետո ինչ եղավ։ Ոչ մի բան։ Դուրս եկա տնից։ Երեկան էլ գրեցի, որ բաժանվում ենք։ Բա ինչ գրեց։ Ոչ մի բան։ Լավ է։ Այդ կարգի արհամարեց։ Օրես հիմիկվա տղամարդիկ էս ինչ են։ Սոս չի արհամարել, ուղղակի բլոկ էի գցել համարը, որ չպատասխանի։ Շատ իզուր։ Դի թույլ տայր, մարդը բացատրություն տար։ Կարող է ձեր մեջ հարթվում էր ամեն ինչ, իսե կպրծնեի քեզանից։ Ես ինչ էլ ուզում ալինի, իրան չեմ ուզում։ Չնայած քեզանից կարող է պրծնեմ, բայց հորքուրից չէ։ Ես հենց հիմա գնալու եմ այդ սալոն ու ինչ պետք է անես։ Այդ սալոնը յանն է, այդ գույքի յանն է, այդ մարդիկի յանն է, դու էլ յանը։ Սոս, ես երբեք Հակոբի սեփականությունը չեմ եղել։ Ես ընդամենը Հակոբի հարսնացուն եմ եղել։ Ես վաղուց հասուն եւ կայացած մարդ եմ։ Լսի այինքն է թելադրություն։ Կարող է քիանտես վատ ապահովում, որ դու գնաս սալոն։ Էս ինչ լավ բան ասեցիր բայց։ Հաստատ նենց անում, որ գնամ սալոն։ Բա ես էլ իրայինատու ոնց չեմ գնա։ Ինադանելու համար խելքդ քոնը չի։ Թող գնա, ջարդի այդ սալոնը, փշրի, ինչ ուզում է անի, մեկը իրանա վնաս տալ։ Ինչ թարախն ես։ Բայց ապրես։ Դու որ գլխի չգցեր, ես չէի մտածի, որ հատուկ է անում։ Կյանքիս մեջ առաջի անգամ սիրուն դեմքով օծ եմ տել։ Ես քո հետ շատ բան կարամ խոսամ, բայց հիմա քո մեջ օծն է խոսում։ Մի օր իմ մեջի օծը քեզ նենց հա թունավորելու։ Նա կրած կոնկրետ ասես։ Վիզա ստանալուց առաջ թե հետո։ Լավ, բան չեմ ասում։ Թե չէ մի օր իրոք կթունավորես դու։ Ես վատ մարդ չեմ սոս։ Այդ լավն ու վատը շատ հարաբերական է։ Մարդկան լինի շատ բարի։ Բարեգործություններ անի, մարդկանց լավ վերաբերվի, բայց գնա տուն կնոջը ծեծի, երեխին արհամարի։ Մարդկան լինի չար, աշխատանքի վայրում մարդկանց նեղացնի, գործը պահանջի, չգիտեմ, փողեր ուժացնի, կոպիտ վարվի, բայց գնա տուն դառնա աշխարհի ամենալավ հայրը, ամենալավ ամուսինը։ Հիմա քո համար ո՞րն է լավն ու վատը։ Ես էլ ուզում եմ հասկանամ ինչ ես ուզում դրանով ասես։ Ուզում եմ ասել, լավ կապրեն կտեսնեն, դու լավն ես թե վատը։ Դե ապրես։ Դու էլ ապրես։ Դասի որ բան եմ ասում, դու մի նեղացի։ Մենք պետք է իրար լավ ճանաչենք։ Որտեղ մեզ հարց են տալու, որ կարողանանք ճիշտ պատասխանել։ Դե հա։ Միջև այդ պահը գալը։ Մենք պետք է ցույց տանք, որ մի տարի արդեն իրար հետ ենք։ Բայց ոնց պետք է անենք։ Թույն բան եմ մտածել։ Մինչև Լոս գնալը։ Պատտվում ենք Նյու Յորքով, տարբեր տեղեր ենք գնում, տարբեր շորերով, նկարվում ենք ու այդ լինում է մեր արխիվ։ Էն է քո ավեսին։ Քիչ խոսա։ Վեր կաց։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև Դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818
418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ L Nail and Beauty Lounge մշտապես գեղեցիկ, խնամված եւ անգերազանցելի արտաքին տեսք ունենալու հայտնի անուն Նորթրիջում։ Գերժամանակակից գեղեցկության սրահում մեկ հարկի ներքո բարձրակարգ մասնագետների կողմից մատուցվում է ամենատարբեր ծառայությունները։ Դայանա Մակթեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժ միքի արք ու վաճառքի գործարքների լայն շրջանակ, առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market, առողջ ապագան ընտրություն է։ Էջմիածին Banquet Hall, նոր միջավայր, բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում։ Մենք սպասում ենք ձեզ։ Զանգահարեք եւ ամրագրեք ձեր օրը հենց հիմա։ Աղջիկներ, շտապեք գրանցել նոր հասցե Գլենդելում, Դելամոր նորաոճ հագուստի նոր հասցե, 1100 South Central Avenue։ Այցելեք եւ կհամոզվեք, Դելամոր, շատ ոճային։ Flowers, balloons, toys, gifts, and party supply. Piano Masters համաշխարհային հայտնի դաշնամուրների վաճառքի կենտրոն Լոս Անջելեսում գործում է ֆինանսավորման ճկուն համակարգ։ Այցելեք հենց այսօր եւ մեր հմուտ մասնագետները ձեզ կօգնեն ձեռք բերել լավագույն արժեքներով դաշնամուրներ։ Ներկայացնում ենք LA Regal Mortgage Group-ն ու LA Regal Realty-ն Լոս Անջելեսում առաջատար անշարժույթ ընկերություն։ Առաջարկում ենք մատչելի վարկեր եւ բարենպաստ պայմաններ վարկավորման, վերաֆինանսավորման եւ ներդրումների համար։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը նոր տնօրինությամբ շուկայական անմրցելի արժեքներով առաջարկում է տան փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Bakery-ն արդեն 1 տարի է ներկայանում է հիմնովին վերանորոգված ընդարձակ խանութով։ Այստեղից դուք կարող եք գնել տորթերի բազմազան տեսականի, խմորեղեններ, թխված կաբլիթներ, ինչպես նաև պատվիրել ծննդյան, հարսանեկան եւ այլ առիթների համար նախատեսված շքեղ տորթեր ու տարատեսակ ուտեստներ։ Մեկ ճիշտ որոշումը կարող է ձևավորել ձեր ընտանիքի ներկան եւ ապագան։ Կյանքի ապահովագրություն, Living Trust, կանխապլանավորված հարկավորություն։ Մի թողեք ձեր ապագան ինքնահոսի։ Եղեք պատրաստ։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների, խոհանոցային կահույքի պատրաստում։ Մեքենաների վաճառքի կամ լիսի շուկայում լավագույն պայմաններն է առաջարկում Dan Oro Group-ը։ Մեր առաջատար մասնագետները ձեզ կօգնեն խիստ կարճ ժամանակահատվածում գնել ձեր ցանկացած մեքենան, առաջարկելով նաեւ ֆինանսավորման լավագույն պայմանները։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ A&M Law Firm
Calcost Fencing Կալիֆոռնիայի առաջատար ֆենսինգ ընկերություններից մեկն առաջարկում է ալյումինե եւ վինիլե բարձրագրություններ ձեր տան համար։ Անվճար չափագրում, ամերիկյան արտադրանք եւ լայֆթայմ երաշխիք։ Զանգահարեք 888 735 8833։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կա մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Շոքա, շատ շոքա։ Լավ էլի, պապ, էլ չսկսես։ Չհասկացանք, այդ եղանակից էլ իրավունք չունեմ խոսելու։ Դու այստեղ չես եկել ինձ հետ եղանակից խոսելու համար։ Դու լավ գիտես, թե ես։ Լավ էլի, պապ։ Լսի, տես ինչ եմ ասում։ Ինչ։ Շոքա։ Լավ էլի, պապ, մեկա չեմ ներելու։ Ես էլ այդպես կարծում։ Երբ որ 16 տարեկան էիր ու քերուդ նավով գնացել ու 3 օրով կորել էիր։ Ուզում էիր նավաստի դառնայր, վիճիցելի։ Ես մեծ գաղափարներ ունեի, երազանքներ։ Դու ոչինչ չունեիր, է։ Ասկի բենզին չունեիք, որ վերադառնայիր։ Եթե այդ փրկարարները չլնեին, տենց էլ մնալու էր օվկիանոսի կենտրոնում։ Բայց ես քեզ ներեցի, չէ՞։ Ներեցի։ Ուրեմն դու էլ պիտի ներես։ Պապա, ես էլ չեմ դիմանում։ Ինչի՞։ Քուրդ արդեն տարոսիկներն ա զակած տալիս։ Հիմա իմ որացատություն տաս կարող է հարսել փոխի։ Ավելի լավա փեսա փոխի։ Պապ, սոսը վաղը գալիս է ու դու ուզես թե չուզես այդ աղջկան պետքա ընդունես։ Հող հայտարակ չենք լինելու։ Չէ, տղա ջան, ես քեզ հենց նոր բացատրեցի։ Ես ասեցի տարազի նախշերով լենտեր լինեն։ Չէ, ես քեզ հանդից պսակ չեմ ուզել։ Չէ, ես ասեցի եղբորս տղան ա ուզում պսակվի։ Մի րոպե էլի, ավո։ Վայ։ Չէ, ես ձեզ հետ չեմ։ Ոյ աստված իմ, սրանք բան չեն հասկանում։ Ես ձեզ ասում եմ, որ ոչ ոք չի մահացել։ Լսի տղա ջան, մի հատ էլ բերանը բացել ես, այդ պսակը առնելու եմ ուղիղ գամ ձեր տուն։ Հասկացար։ Հորքուր։ Ինչ, ավո։ Ախր ես շփոթվել էի, քեզ այդ սքոսրայի համարն էի տվել։ Ես քո Էս ինչա։ Իմ ավտոն է։ Ավելի նորմալ բան չկար։ Հիմա էդ է։ Բա էս ինչա։ Քիչ է։ Չէ, մեր թրիչկը վաղն է։ Այդ տղա էս ֆոտոշութի լուքերն է։ Չեմ հավատում։ Պիտի կես ժամ մեկ փոխվես։ Դե որ ռեալ լինի։ Գիտես ինչ եմ մտածում։ Ինչ ես մտածում։ Որ իմ աչքերին նայողը չի հավատա, որ քեզ իրարված եմ։ Էդ ինչի։ Դե որովհետև խելացի ու նորմալ տղամարդ եմ, իսկ նորմալ տղամարդը քեզ չի կարած իրարվի։ Դե եթե տենց վերցնենք Սոս ջան, խելացի կինն էլ քեզ չի սիրահարվում։ Ո՞վ ասած դու խելացի ես։ Իմ 3 կարմիր դիպլոմներ։ Դասի որ տես խելացի ես ունես գունավոր դիպլոմներ։ Բա քեզ սարանում մենեջեր աշխատում։ Որովհետև это Նյու-Յորք, детка։ Ստոպ։ Բա չամադանս։ Լսի, մի կերպ բերե հասրել ես թե, մի կերպ դի մեքենան ձետ կա։
Լուրջը աթոռ։ Ինչ ա եղել։ Ցավակցում եմ։ Ոչի համար։ Իմ աղքուր է։ Լավ մարդ էր, շատ լավ մարդ էր։ Ով։ Սարոպապին։ Վայքո։ Ես ինչին գնավորեց։ Այդը կարող ուրվական տեսար։ Հայ։ Արի Սարոպապին, հա։ Այսօր այս տանը բոլորը տարօրինակ են։ Բելան ինչ է, Բելա։ Բելա։ Ինչ է այո։ Արիս ինչ էր արա։ Ինչ է։ Արի Սարոպապին։ Հա գիտեմ լավ է մարդ է։ Շատ լավ մարդ է, բայց դուք չէի զանգեն որ սքոսերա, պասակ էիք ուզում։ Բա դու ինչ իմացար։ Դե նոր ես նոր աշխատող ունեմ, բախտերը սիրահարվել է։ Արա դու էլ ոնց որ սիրահարված պինգվին ես, բայց քեզ մարդու տեղ ես դրել։ Դե թեժ դու են ասա նոր ձեր տնից որ զանգել էին սքոսերա, պասակ էին ուզում։ Ես եմ մտածեցի Սարոպապի մի բան եղել է։ Արա չէ, սոսը, արա։ Ոնց սոսը։ Սոսին ինչ ա եղել, արա։ Պսակվում է։ Ոնց թե պսակվում է։ Հա, ամուսնանում է։ Ում է ամուսնանում է, գլուխը լրիվ տակով է արել։ Իսկ որ ամուսնանում ախի եք զանգես է քոսերա։ Ժպտա մի հատ։ Ես մեր հարաբերության առաջին նկարն եմ, չէ։ Եվ ես ցույց եմ տալի, որ գիտեմ գլխից գալը, դրա համար չեմ ժպտում։ Կախարդուհի ջան։ Սոս, մենք երկուսս էլ իրարից կախված ենք։ Դες որ մի հատ ժպտան նկարեմ անցնենք առաջ։ Գտնպես նկարները ու կջնջես հայրախոսի մեջից։ Ինչի։ Որովհետև կերև է ամսաթիվը, խելոք ջան։ Ճիշտ ես ասա։ Excuse me, please picture. Thank photo. No, photo. Thank you. It's like a shot. Ինչ անտիկվար նկարա նկարել։ Լավը չբեմադրեց, ասեց մի հատ ափը ցենց պահի, ես էլ իբրև ափիդ մեջ եմ։ Ես կգտնեմ, հա, նորմալ նկարով։ Գտի։ Excuse me. Can you take a picture? Yes, of course. Perfect. Can you one more? Okay. Տղեն կոնկրետ գժված ապր է արդեն։ Ձերքերը չի չորանա, ոչ։ One more. Fina for me. Տեսար։ Շիշ մարդ ես դու։ Սենց չի լինի, լավ։ Այս շորերով հերիք հարի գնանք փոխվենք։ Ոնց էլի փոխվեմ։ Ինչի պատրաստում ես բոլոր նկարներում նույն շորով լինես։ Հա ինչ։ Կարող է սաղ տարին ես ուզում եմ ես նույն շորով մնամ։ Մեծ հաշվով տենց էլ կա, բայց էմիգրացիոն աշխատողին չեն կարա բացատրենք, ինչի մեր սոսը չի կարողանում 2 ավել մայկա գնել։ Իմաստը չեմ գտնում։ Այդքան փոխտամ շոր առնեմ, ավելի կարևոր նպատակներ ունեմ։ Որն է քո կարևոր նպատակը, քո սալոնը ունենալը։ Հա ինչ, ավելի լավ եմ սեփական գործ ունենամ, քան 2 հատ ավել մայկա ունենամ։ Հաշվի առնելով, որ դու քո սեփական գործը տենց էլ չես ունենալու, գոնե ավելի լավ է 2 կտոր մայկա ունենալ։ Լսի, յուրաքանչյուր կին պետք է հավատա տղամարդուն։
Ես անպայման իմ տղամարդուն մի օր կհավատամ։ Մնում է դու գտնես կին, ով քեզ կհավատա Սոս ջան։ Իսկ հիմա արի գնա։ Կախարդ։ Սենց արա էլի։ Կարող ես լակ կոտամի։ Սոս նեշի, որ ես սաղ կյանքս երազել եմ սենց դեմքով նկարվեմ, ֆոտոգրաֆն է ասում։ Աշտե չուչուստերա նգարեմ երթամ հավասը չունի։ Սոսի Միչայլոց Սյուզին Հայաստանում պրոֆեսիոնալ ֆոտոգրաֆ է եղել։ Իրեք հատ Հայաստանում ռիլա նկարել 4 հոգի մարդ է տեսել, դարա պրոֆեսիոնալ։ Դու այդ չիրքին անդեր, դու ինչ գիտես ես քանի հատ վիդեո եմ նկարել։ Չամնչած։ Դու ինքն անգլագետ ես, որ դաժե չիդես։ Ադիկ ֆոտոգրաֆը ֆոտոներ կնկարի, ոչ թե վիդեոգրաֆը, իսկ ես ֆոտոգրաֆ եմ, պրոֆեսիոնալ։ Որ անեմ կպրծնեմ ձեզանից։ Հա։ Աման, ըստի ես գիտեի էլի որ դու ենողներից ես։ Ծիտիկներ մի քիչ իրար մոդիկ եկեք։ Ո՞ս ծիտիկներ։ Լավ չեք ի։ Աման, այ ծիտիկ արիստե։ Սյուզի լավ էլի, ամեն ինչ փչացրեցիր, քեզ վստահել չի լինում։ Ուֆտը ինչ ենեմ։ Լավ, արի մի անգամ էլ վստահի, ես քեզ այման տեղեր կտանիմ, որ այման թույ ֆոտոշուտ կենես չես կրնա պատկերացնիս։ Համաձայն ես։ Հաստատ։ Հաստատ։ Սոս, այն դրանդուլետդ պատրաստի։ Դրանդուլետ չկա։ Այսօր ավտոն էլ մի ավտո եղնի, մենք մետրոյով կերթանք, իսի հուշին համոզի երթանք։ Okay, համոզել է իմ վրա։ Որ հասցնենք, չուչստերենք։ Ես վրազելու տեղ չունեմ, դխաները հերքես ծովացան մերնում եմ։ Ուֆտը, ես եմ ֆոտոգրաֆը, ես դիս եմ ուրդի երթամ, դավայ։ Սյուզի մի հատ ասա երկար ունեն գնա։ Սյուզի? Արա տաղճկը ոնց կար, հարիվ տենցել մնաց, լուրջ եմ ասում։ Սաղեց ես շուտ հասար չհասրեց վագոն նստի։ Չեմ հավատում։ Ես մնացի քոյտելի մենակ։ Հետ քո ճակատագիրնա սովորի։ Ստվաճ ջան, քեզ ինձ պատժում չգիտեմ։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամուտի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարբծվում է։ В общем, ջոգիր մերրեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։
ST Market, երբ գնումներ կատարելը ոչ միայն մատչերի է, այլ նաև հաճելի։ Հասցե 7240 Foothill Boulevard, մուտքը Hill Heaven եւ Foothill փողոցների անկյունից։ Համար գործում է նաև շների մանկապարտեզ, որտեղ կարող եք ըստ սահմանված ժամերի թողնել ձեր շանը աշխատանքային օրերի ընթացքում։ Եթե ճանապարհորդելու եք, հոգ չէ, կարող եք թողնել ձեր շանը 1 օրով կամ 1 ամսով, վստահ լինելով, որ 24-ժամյա հսկողությունը նրանց անվտանգ է պահում։ Եվ սա դեռ ամենը չէ, տրամադրում ենք նաև վարսահարդարման ծառայություններ եւ հատուկ ուսուցում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Մի $1000 ծախսիթակ ընկանք։ Չէ, 300։ Բա, այդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված անխորժելի սալման։ 807 771 77 71։ This is not for beating. This is to prepare delicious food. Royal Travel-ը ներկայացնում է 2025 թվականի խմբակային ճանապարհորդությունները հունիս 25 Իտալիա, Սիսիլի, Ամալֆի, Շվեյցարիա եւ Ֆրանսիա, օգոստոս Scotland, Ireland, England եւ Amsterdam։ Զանգահարեք 818 487 885։ Nostimo Grill հունական խոհանոցի ամենահամեղ ուտեստները Լոս Անջելեսում։ Հունաստանից հայ հիմնադիրների կողմից բացված ռեստորանում դուք կարող եք համտեսել հունական խոհանոցի իրական համը։ Համեղ գերոների լայն տեսականի պատրաստված թարմ եւ բարձրակարգ մսանաթերքով։ Կատարվում է առաքում, իրականացվում է նաև քեթրինգ ծառայություն։ Ծրիա, սենսացիա ստեղ, հա։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Դոլար ուղարկես, դոլար ստանա։ Մի տոկոս, հա։ Այո։ Ծրիա, էլի։ Black House NoHo համի երաժշտության եւ անմոռանալի երեկոների վայր 2019 թվականից ի վեր Black House-ը դարձել է Լոս Անջելեսի հարյուրավոր քաղաքացիների ժամանցի ամենանախընտրելի վայրը։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Կարբաս ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացնում է համեղ եւ բարձրորակ պատրաստի ուտեստների լայն տեսականի։ Ձեր զբաղված առօրյայի անբաժան մասը կարող է դառնալ սառեցված սննդամթերքի բազմազան տեսականին, ձեր նախասիրություններին համապատասխան պատրաստված սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերով։ Հայաստանում արտադրված Աֆշարի գործարանի պահածոները, մուրաբաները, հյութերն ու այլ արտադրանքը այժմ հասանելի են նաեւ Լոս Անջելեսի սպառողներին։ Զանգահարել 818 648 9922 հեռախոսահամարով։ Vanity X ինտերիեր դիզայնով հագեցած խանութ սրահ, համաշխարհային բրենդ հանդիսացող տարբեր ապրանքատեսակներ, ընդունվում են պատվերներ խոհանոցային կահույքի համար, իտալական հանրահայտ Rives ֆիրմայի էքսկլյուզիվ ներկեր, 17037 Ventura Boulevard Encino։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանղալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Prices right here in Glendale, right down the road from your home. Call us or come schedule an appointment at 229 North Central Avenue on the 2nd floor in Glendale. Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ 1 օրում գեղեցիկ ատամներ ունենալը։
Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ iMat ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Look, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Բա ախպերս, այդ տենց բաներ։ Բայց լավ, մենք ամեն օր խոսում ենք։ Տենաս ինչի մի բերան մի բան չի ասե ինձ չեմ հասկանում։ Բա Հայկո ջան։ Բա։ Լավ, թեթև տար, շատ մի ծանասու։ Լավ առիթ է, ուրախանալու ենք։ Մենք են հենց այդ ենք պատրաստվում անենք։ Այդ տղա։ Կարող եմ մի բան ես իմացել ու չես ասել։ Օրկուր, ես առաջին անգամ ձեզանից եմ լսել այդ թեման, ցավտն եմ։ Հետո էլ ես քանի գլխանի եմ իմանամ, տաղուփայ չգամ քեզի սաղ ասեմ։ Յո, բայց եփանից։ Երբ որ սոսին 300,000 փող էր պետք որ դներ գործի մեջ սալոն բացեր, մեկդ մի բերան հորքուրին բան չասիկ, ինձ ասում եք հորքուրին ասում։ Հորքուր ես ինչ է խոսում, Բայց հələ մի հատ հանգստացեք։ Եկա մարդիկ եք։ Ավո վերկած գնա, պապը կանչում էր քեզ։ Ասա քեզ պետք է դու արի։ Ավո։ Արդեն էստեղ չես։ Վերջացրեք։ Հիմա անցանք քեզ։ Այդ տղա, դու այս ժամին ինչ ես անում այստեղ, հա? Դու բան ու գործ չունես։ Գնա կպի գործերի տարակ։ Այլի տոշտի բան ես ասում, հոգ ջան, ես ինչ գործ ունեմ այստեղ հելա։ Հոգս։ Սոսելը ստեղնայի։ Հավես չունեմ։ Վայ, մի հատ ստեղնայի ու ասա ինչ էիր ուզում նոր։ Ուզում քեզանից պրծնեմ։ Ափսոս, ես էլ ստեղ շատ համով պիցայի տեղ գիտեի։ Պիցա։ Հազիվ այ տղա, մի հատ նկարում նորմալ ժպտում էր։ Բա պիցան որտեղ է։ Ինչ պիցա։ Նոր դու ասիր։ Հա, այդ։ Հա։ Այդ Long Island-ում է։ Դու ձեր ես առնում սարա։ Բա ինչ անեմ չես ժպտում ոչ միտը։ Սրանք սիրուն են, չէ։ Այ շատ սիրուն են։ Բայց ես մի բան եմ մտածում, ավելի ճիշտ չի, որ հարսն ինքն իր պունջը ընտրի։ Վերջապես մեկը մի ճիշտ խորհուրդ տվեց։ Խորհուրդ տվեց։ Ես էլ եմ խորհուրդ տալիս կամ ասում եմ, մնում է մեկը բարձրաձայն կիմային ասի այդ մասին։ Բայց սրանք էլ են շատ սիրուն են։ Վերջապես պետք է հասկանանք, որ ինչ ուզում է որոշենք, հորքուր իր ուզածով անելու։ Վելոչկա ջան, մամ, ասում եմ գոնե այդ աղջկա նկարողված կեր, մինչև գալը տեսնենք սիրուն չի։ Լաուրա ջան, իսկ կարող է։ Հա, մամ։ Ես մտածում եմ, կարող է այդ աղջիկն այնքան գեշ, որ սոսը անհարմար ասում որ նկարն ուղարկի։ Մամա։ Տատի հաստատ գեշ չի։ Եթե սոսը արդեն որոշել է ամուսնանալ, ուրեմն ամեն ինչ նորմալ է, պետք չի մտածել։ Բելոչկա ջան, ճիշտ ես։ Սոսիս ճաշակի վրա չի կարելի կասկածել։ Ես ինչով կարող եմ ձեզ օգնել։ Նախ, վաղվա համար ծաղի կընտրենք հարսին դիմավորելու համար, իսկ հետո ինքը կգա իր ամուսնական ծաղկե փունջը ինքը կընտրի, Տեսար Բելը,
Արդեն այդ աղջկան ընդունեց որպես հարս։ Այո, մամա ջան։ Չկար գնայինք նորմալ հաց։ Ես սարից համովան կերած չես հլվի։ Նշի, որ չեմ փորձել։ Լսիք ես մունատ գալի, դուրը չի գալի, քո ուզած տեղը տանեիր։ Ուղղակի վախենում եմ ուտեմ վատանամ։ Լսես ամեն օր ուտում եմ ու չեմ վատացել ոչ մի անգամ։ Որովհետև քո ստամոքսը որակյալ ուտելիքի սովոր չի։ Լավ, սպասի մի հատ նկարվենք։ Փողոց մի հատ հաց ուտեմ, աշխատանքի ժամին ներվերես ուտում ես, ազատ օրերին կյանքս ուտում ես, հաց եմ ուտում, կյանքս ուտում ես։ Սոս ջան, սենց մի հատ բան կա, տղամարդու սրտին հասնում են ստամոքսի միջոցով, իսկ ես շատ կարևոր է, մենք հաց ուտելուց նկար չունենք։ Տղամարդու սրտին հասնելու համար Սարա ջան, ինչ-որ բան պատրաստում է, ոչ թե փողոցում են ուտում։ Մի ներվերս կեր մի հատ նկարվենք, կանգնի։ Կանգնի, շպտա։ Ուշտը նորք։ Ինչ եղա։ Կներես։ Այս անձարոց կվերց։ Օ, իմը կուտես։ Աշտը չեմ հանի։ Ժպիտ։ Հասցրեմ դու աշխատել ես Սուզի փոխարեն։ Դե հա, սալոնի գործը ընտիր մոտը ստացվեց։ Ամբողջ կառավարումը մնաց վրես։ Հակոբը սկսեց վստահել ու շուշ գալ։ Տենց եմ։ Բայց սկսեց քո Հակոբի հարաբերությունները էլի։ Դե հաշվարկների ժամանակ ավելի երկար էի մնում, հաշվետվության օրերին գալիս էր ինքն էլ էր մնում երկար։ Սկսվեց էլի տենց, մեզ թված սիրում ենք իրար։ Պարզա, բայց քիչ թված։ Դե, որովհետև մարդ եթե սիրում է չի դավաճանում, չէ՞։ Գիտես, ես մի ժամային չեմ մտածում, այդ դավաճանությունը ասվածը հարաբերական է։ Այ օրինակ, խնդրում եմ մենակ են լավ ու վատ մարդու օրինակով չբերել։ Հայ, ամենամարդ մի ձև է պատկերացնում դավաճանությունը։ Մարդկա հասարակ հայացքը համարում է դավաճանություն։ Սոս ուզում եմ հասկանամ, ինչի ենք մենակ իմ մասին խոսում։ Դու սիրում ես լինես ուշադրության կենտրոնում եւ քեզանից խոսենք։ Կա տենց բան, բայց ոչ հիմա։ Հենց որ մի բան քեզանից պատմի։ Կամ գնանք սառը չայ խմենք, կամ տաք մարոժնի ուտենք։ Ավելի լավ է արի ճանապարհը անցնեմ։ Տենց հիմա բոլորը լարված սպասում են սոսի գարուն։ Ու ամենակարևորը բոլորը սպասում են տեսնել, թե պապան ինչ ռեակցիա կտա։ Բայց ով է այդ աղջիկը։ Ու ոնց տենց շատ արագ որոշեցին ամուսնանալ։ Դե մենք չգիտենք արագ ա եղել թե ոչ, որովհետև սոսը արդեն 2 տարի է Նյու Յորքում է, կարող է իրանք շուտվանից են հանդիպում։ Փաստորեն տենց շուտ ինձ մոռացավ սոսը։ Մարիսոսը քեզ շուտ չի մոռացել։ Ու դու էիր մեղավոր։ Դու ինքդ գնացիր պապային ասեցիր, որ սոս ուզում է գնա Նյու Յորք։ Ու դրանից մեծ կռիվ դուրս եկավ։ Բայց դու շատ լավ գիտես, թե ես ինչի հետ արեցի։ Ես հետ արեցի, որ գոնե պապատ իրան պահի ու ինքը Նյու Յորք չգնա։ Հա, բայց այդ ամեն ինչը սոսի համար մեծ դավաճանություն դառավ։ Դե հա, դրա համար էլ ինքը տենց շատ շուտ որոշեց ուրիշի հետ ամուսնանալ։ Այդքանն էր իր սերը։ Մարի, երբ ես հասկանալու, որ արդեն ժամանակն է, որ դուք առանցին ձեր կյանքն ունենաք։ Ճիշտ չէ՞։ Դե հա, ճիշտ ես։ Ուղղակի ես ընդհանրապես չեմ կարող հասկանամ ոնց եղավ էլի այսքան շուտ։ Բայց հուսամ արդեն հասկացար, չէ՞։
Հա։ Դե շատ լավ։ Բարի գալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, բարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Մանհեթենի հանրաճանաչին 3-րդ ավենյուում գործում է E&D գեղեցկության սրահը, մազերի հարդարում, հայլայթ բալայաշ, պերմանենտ, դիմահարդարում, լազերային մազահեռացում եւ ավելին։ Սիրով սպասում ենք ձեզ E&D գեղեցկության սրահ։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում այցելությունների համար զանգահարեք։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ S&H Garage, այստեղ խիստ կարճ ժամանակահատվածում հմուտ մասնագետները կկատարեն բեռնատար մեքենաների, ավտոմեքենաների, արհիների վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք։ Դիմահարդարման միջոցով գեղեցկության արվեստին նոր չափանիշներ հաղորդելու Աշխեն Կոստանդյանի մոտեցումները անսպառ են։ Beauty Fabric, երբ գեղեցկությունը հաղթահարում է բոլոր արգելքները։ Հայաստանում արտադրված բարձրորակ եւ լավագույն սուրճի համբավ ունեցող Royal Armenia ընկերության տեսականին այսուհետ կարող եք գնել նաեւ Լոս Անջելեսի բոլոր հայկական խանութներից։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818-418-1111 Cool Look, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Կա։ Դե լավ է։ Նորմալ է նկարը, ասեմ հիմա։ Ինչ ենք եկես ստեբա։ Ես հյուրասիրում եմ հանգիստ օգտվել։ Դու մտածում ես փողի համար եմ ասում, Սարա։ Սոս ես հասկանում եմ, որ քո համար կարա դժվար լինի վճարելը։ Բացի դրանից, այս ամեն ինչը իմ գործի համար է, ոնց որ օքեյ է։ Իմ կյանքում դեռ չի եղել այդպես դեպք, որ իմ տեղը կին վճարի։ Իսկ կին եղել է։
Ինչ ես հարցնում։ Դե ուզում եմ իմանամ, կյանքումդ ինչ որ մեկը կա, թե չէ։ Իմ մոտ տպավորությունն է, որ դու կանանցից նեղված ես։ Այդ լինում է այն դեպքում, երբ որ ինչ որ կոնկրետ մի կնոջից վիրավորված ես։ Ես նեղացած չեմ միանից։ Ես զբաղոցյան ներել եմ։ Պաստորեն կա։ Կա, բայց այս հարցը էս պայս փակած է։ Կախարդական քաղաք է Նյու Յորքը։ Հա։ Հետաքրքիր բան կա մեջ։ Գիտես, սենց նայում ես, դու հասկանում ես, որ այս ահռելի քաղաքը քեզ նպատակներ ու երազանքներ է խոստանում, բայց երբ որ իջնում ես ու խառնվում ես այս մարդկանց առօրյա կյանքին, հասկանում ես, որ ամեն ինչ այդքան հեշտ չի։ Մենք այս կյանքում բոլորս է խաբված ենք։ Կամ ինչ-որ մեկի կողմից, կամ ինչ-որ բանի։ Կամ մենք ինքներս մեզ ենք խաբում։ Վերջացրեցինք հոկեար։ Դե վաղը կհանդիպենք օդանավակայանում։ Այսինքն չես գալու հետևիցս։ Չէ, բանը գործ չունեմ։ Ինչ տղա ես դու է։ Ինչ եղավ։ Հակոբը։ Ուր է Հակոբը։ Հեսա իրա մեքենան է։ Երևի եկել իմ տանը ինձ ասպասում։ Քո տան բանալին ունի, բայց։ Հա, ոնց չունեմ։ Դե լավ է, գնացեք խոսացեք, համարը բարի չէ։ Ես իր այդ խոսալու բան չունեմ սոս։ Ինքը արժանի չի, որ ես իրան լսեմ։ Ինչքան պետք է փախտած, պետք է մի օր խոսած, չէ։ Թող ընդհանրապես մտածի, որ տանը չեմ գիշերում։ Բա որտեղ ես գիշերելու։ Քո տանը։ Չասես։ Լսի, ես մի հատ անկողին ունեմ, օղորմածիկ պապուս ձեռներ բռնացած քեզ չեմ տալու։ Ես ոնց եմ ուզում քնեմ։ Վախենում եմ, առավել ևս որ տան մեջ կախարդ կա։ Բարի գիշեր։ Ասում է բարի գիշեր։ Ոնց կարա մարդու համար գիշերը բարի լինի, որ քո հետ մի տան մեջ ապրում։ Տղամարդ չես կդիմանաս։ Այդ հարցը ես եմ տալիս, ասում եմ, սոս դու հերու տնից տեղից տղամարդ ես։ Ոնց ես քեզ թույլ տալիս, ես քեզ նամաստացնեն։ Այսենց։ Ուզում ես այդ մասին խոսանք։ Սարդ իմ հոկեբանը չես լսի, քնի։ Եվ փառք Աստծո, որովհետև քո հոկեբանը երկրորդ սեանսից ինքնասպան կլիներ։ Հիստերիկ։ Ինչ ա եղել։ Ինչի՞ չէիր զգուշացրել։ Ինչ է։ Որ անմարկային խրացնում է սոս։ Արա։ Չի ասե, կարող է խանգարել եմ։ Ոչ թե խանգարել ես, այլ մի վարքյան աչք չեմ փակել։ Տենում ես թե թարսի պես դու եմ փափուկ տեղներ քնել։ Ես հույս ունեմ, որ լոսում ձերոնք առանձին ննջարաններ կտան մեզ։ Նայած ով կհաղթի։ Այսինքն, մրցույթ է։ Տես մի բան, եթե հորքուրը հաղթի, հորքուրը վրազա։ Կքնենք մի սեյնակում, եթե մաման հաղթի, մաման ավանդապաշտ է, կքնենք առանձին սեյնակներում։ Իսկ իրանցից ով ա ուժեղ։ Նույն բանն է, ոնց որ ասես Վանդամն է ուժեղ, թե Սանտա Կլաուսը։ Մի խոսքով բան չեմ ասում։ Մի խոսքով քեզ նրա արջևում լիքը հետաքրքիր բաներ ա սպասում։ Հոգի մի հատ ասա երբ ենք նստում ինքնացի։ Գնացինք, արի։
Հիմա ասում եմ կարող է Վահեին մի հատ էլ ասես։ Լավ էլի, Լաուր։ Մի հատ հանգիստ թողես այդ տղուն, վայ, ինչ ես հետևից ընկեր։ Ինք իր ոտքով կգա։ Նշանում են, անհանգիստ եմ շատ։ Լաուր, Հիմա Լաուր, ասում եմ, կարող այդ աղջիկա հետ մի բան են չի։ Մեկ էլ ասում եմ, կարող է սևամորթա, ուղղակի ամաչում մեզի ցույց տա։ Հիմա ջան, կարող է 5 անգամ ամուսնացել է, 7 հատ էլ երեխա ունի։ Ջան, Զոքան ջան, դենա կակրաս 7 հոգով սեղան կնստեն։ Ախր ես քեզ քանի անգամ եմ ասել, ես քո Զոքանջը չեմ։ Ես քո Ինչ։ Ոչինչ։ Ես քո խնամին եմ։ Հերիքա իրար մի սուտենք։ Ու ընդհանրապես, իմ տղային տիրալի մասին նման ձևով չարտահայտվեք։ Ես սաղ հեչ։ Կարող է մեր հարսը հանգարց տղա լինի։ Հա, ինչ, Ամերիկայի ամեն ինչ կարող է լինի։ Պապա։ Ինչ։ Ուզում ես սիրտս վատան, հա։ Յա։ Լաուր, ես արդեն վատ եմ։ Լաուր, ես արդեն վատ եմ։ Ոնց է բացվում։ Ինչ ես կատաղել։ Որովհետև ուզում եմ հասկանամ, ով էր ստյուարդեսային ասել, որ ես հարբած եմ ու կատաղած։ Սենց ով էր ասել։ Ինչ ասում էր, պահպանեք հանգստություն։ Այնքան ասաց, որ իսկականից գժվեցի։ Ծիծաղալու չի սոս։ Այսքան ովքեր են։ Բարի գալուստ իմ տուն, Սարա։